Այսօր իմ հյուրն է Արփի Մանուկյանը, մարդու անձնային, աճի քոուչ, եւ մենք այսօր միասին փորձելու ենք ամփոփել տարին եւ հասկանալ, թե ինչպես պետք է պատրաստվել եկող 2026 թվականին։ Կանգ առնելու դադարի գաղափարը ամենակարևոր բանն է մարսելու համար։ Դադար ինչը նշանակում, ցանկացած քայլից առաջ դադար, ռեակցիայից, արձագանքից առաջ դադար, ցանկացած մտքից առաջ դադար, եթե մենք սովորենք տալ ինքներս մեզ, այդ, չգիտեմ, ավելի լավ պրակտիկա դրանից բացի ես չեմ պատկերացնում, որ լինի։ Եթե մենք մինչև հիմա չենք մահացել, նշանակում է լավ է ամեն ինչ, նույնիսկ եթե դա քաոսի մասին է խոսքը։ Եվ փաստորեն առաջին բանը դա մեր մտքի հետ կատարվող աշխատանքն է։ Եթե շատ խորանանք բոլոր տեսությունների մեջ, ժամանակը կարելի ասել մարդաստեղծ բան է ու ինքը գոյություն էլ չունի։ Այս ինֆորմացիան, որը նախ ես վերցրել եմ, երկրորդը ես դրա հանդեպ արձագանք եմ միանգամից տալիս, այ այդտեղ եթե ես դադար տամ ու շնչեմ, տեսնեմ ոնց կփոխվի իմ ռեակցիան։ Ուզում եմ ասել, մեր ուղեղը արդեն իսկ կողմնակալություն ունի բացասականի։ Գիտեմ դա պրակտիկա է թե սովորույթ կամ ավանդույթ արդեն դարձել, օրվա վերջում միշտ այդ հարցն եմ տալիս, այսօր քեզ օրվա ընթացքում ինչ ուրախացրեց։ Եթե ես այսինչն էլ անեմ, երջանիկ կլինեմ։ Եթե ես այսինչն էլ ունենամ, այս մեքենան էլ գնեմ, այս տունն էլ գնեմ, այս բոլոր գրքերը, որ կարդամ վերջացնեմ, ես երջանիկ կլինեմ։ Այսինքն այդ երջանկությունը մենք փնտրում ենք ինչ-որ բանի անելու արդյունքում։ Ողջույն, Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթն է մարդու ֆիզիկական, հոգեկան եւ մտավոր առողջության մասին։ Այսօր իմ հյուրն է Արփի Մանուկյանը, մարդու անձնային, աճի քոուչ, եւ մենք այսօր միասին փորձելու ենք ամփոփել տարին եւ հասկանալ, թե ինչպես պետք է պատրաստվել եկող 2026 թվականին։ Ողջույն Արփի։ Ողջույն Վիոլետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Երևի ամենակարևոր առաջին հարցը, որ ուզում եմ տալ, դա այն է, թե արդյոք ընդհանրապես պետք է ամփոփել տարին, թե ոչ, եւ հետո նոր հասկանանք ինչպես դա անել։ Շատ հետաքրքիր էր, որովհետեւ ամփոփելու շատ տարբեր տարբերակներ կան, այնպես որ ոնց որ մենք գիտենք ամփոփելու ձևը, այսինքն այնպես ոնց որ մենք չենք սովորել ամփոփելու ձևը, ինձ թվում է բավականին բացասական արդյունքներ ենք վերցնում այդ ամփոփումից։ Այսինքն եթե մեր մտածելակերպը, եթե մեր ընդհանուր մտքերի դասավորվածությունը, օրինաչափությունները, պայմանականությունները մաքրված չեն մեր ուղեղից ու մենք ամփոփում ենք այնպես, ինչպես մենք անում ենք մեր սովորական մտածողության առօրյա մեր դաշտում, այդ ձևով մենք ամենայն հավանականությամբ արժեզրկելու ենք այն ամենը, ինչ որ մենք հասել ենք օրինակ այդ տարվա ընթացքում ու ավելի բարձր ենք գնահատելու կարևորելու ենք այն ամենը, ինչ որ չենք արել, ինչպես որ գործում է մարդու ուղեղը։ Սովորաբար մենք դա անում ենք մեր առօրյայում ցանկացած դեպքում, հատկապես ավելի մեծ իրավիճակներում, ինչպիսիք են տարին ամփոփելը։ Դրա համար նախ պետք է սկսենք հասկանալ ամփոփել ինչ է նշանակում։ Նախ հասկանալ, թե ոնց է մեր ուղեղը առհասարակ աշխատում, աշխատենք այդ փոքր օրինաչափությունները ուղղելու վրա, պայմանականությունները մաքրելու վրա, որպեսզի հետո ամփոփելը արդեն ճշմարիտ արդյունք տա։ Այսինքն ոչ թե մենք աչքերը փակենք այն բաների վրա, ինչ որ արել ենք ու միայն ուշադրությունը կենտրոնացնենք, դե էլի սա չստացվեց, այս մեկը էլի չհասցրեցի, այս տարին էլ գնաց, ինչ եմ արել առհասարակ, այլ իսկապես մենք ոնց որ բալանսավորված գնահատական տանք։ Իսկ դա մեր ուղեղը սովոր չի անել, շատ տարբեր պատճառներով կարող ենք այդ մասին էլ խոսել։ Հիմա շատ լավ կլինի, որ այսպես տրոհենք ու ընդհանրապես հասկանանք նաև մի քիչ գործնական իմաստով ինչպես այդ ամփոփումը ավելի ճիշտ անել։ Իհարկե, այստեղ շատ հարաբերական է այդ ճիշտն ու սխալը, որովհետև կապված յուրաքանչյուրի անհատականությունից դա շատ տարբեր ձևերով կարող է լինել, ինչ որ մեկի համար մի մեթոդը կաշխատի, մյուսի դեպքում ընդհանրապես այդ մեթոդը չի աշխատի։ Բայց ամեն դեպքում մի կողմ թողնելով շատ այդպես թոհու բոհը տարվա բոլոր գործերը հասցնելու այդ վազքի մեջ մտնելու խնդիրը, ինչ որ մի պահ մենք այսպես կանգ առնենք ինքներս մեզ հետ ու ինչ անենք, այդտեղ որ տարբերակով փորձենք այդ ամփոփումն անել։ Այդ հրաշալի sense ձևակերպում էր ինձ թվում է, որովհետև հենց այդ կանգ առնելու դադարի գաղափարը ամենակարևոր բանն է մարսելու համար։ Դադար ինչը նշանակում, ցանկացած քայլից առաջ դադար, ռեակցիայից, արձագանքից առաջ դադար, ցանկացած մտքից առաջ դադար, եթե մենք սովորենք տալ ինքներս մեզ,
Այդ, չգիտեմ, ավելի լավ պրակտիկա դրանից բացի ես չեմ պատկերացնում, որ լինի, որովհետև կարող ենք մի քիչ մանրամասնել այստեղ, որովհետև դադար ինչ է նշանակում։ Դադար նշանակում է, որ մենք այդ դադարի ընթացքում կարող ենք ընտրել մեր արձագանքը իրավիճակի հանդեպ, այսինքն ինչ է կատարվում սովորաբար մեր ուղեղում, ճիշտ է։ Լինում է իրավիճակ, արտաքին աշխարհում իրավիճակ, մեր ուղեղը վերցնում է այս իրավիճակը, այսինքն ոչ թե ուղեղն է վերցնում, այլ ուղեղը տարբեր զգայարանների միջով վերցնում է ֆիլտրված արդեն ինքը վերակազմավորում է մեր արտաքին իրականությունը մեր ներսում, բայց այդ վերակազմավորման ընթացքում նույնիսկ, քանի որ ֆիլտրերի միջով է անցնում այս ինֆորմացիան, մենք արդեն իսկ ունենք մի այլ իրականություն, կախված նրանից, թե մեր անցյալը ինչպիսին է եղել, ինչ տրավմաներ մենք ունենք, ինչ տեսակ, ինչ համոզմունքներով ենք մենք նայում այս աշխարհին, մեր ֆիլտրը մեզ տալիս է այդ ինֆորմացիան, որովհետև մեր ուղեղում կա հատուկ համակարգ, որը կոչվում է ռետիկուլյար ակտիվացման համակարգ, ու այս համակարգի գործը առհասարակ ֆունկցիան այն է, որ ինքը ամբողջ մեր իրականությունը սկանավորի ու մեր իրականությունից հանի այն ինֆորմացիաները, ինչը որ արդեն իսկ համապատասխանում է մեր ներքին համոզմունքներին։ Ինչ է սա նշանակում, եթե ես համոզված եմ, ունեմ համոզմունք, որ աշխարհը անվտանգ չի, չգիտեմ, գումար աշխատել դժվար է, բանը, մարդիկ ուզում են ինձ գցեն, չգիտեմ, ով որտեղ է ուզում խաբի ինձ, այս մտածելակերպով, այս համոզմունքով մենք սկանավորելու ենք ամբողջ իրականությունը, գտնենք հենց այն կտոր ինֆորմացիաները, որոնք համապատասխանում են մեր համոզմունքին։ Հիմա այս ֆիլտրով մենք վերցնում ենք արդեն իսկ ոնց որ շեղված ու աղճատված իրականություն, ու այդ ֆիլտրը մաքրելու էլի շատ տարբերակներ կան, բայց այդ մասին էլ կարող ենք խոսել։ Ու այս իրականությունը վերցրինք, արդեն մենք սկսում ենք դրա հետ գործ ունենալ։ Գործ ունենալու էլի կարևորագույն կետը այն է, որ մենք վերցրել ենք, ես ինչ-որ բան եմ մտածում, ես ինչ-որ ռեակցիա է սկսվել ինձ մոտ, ինչ-որ էմոցիոնալ արձագանք արդեն սկսվել այս մտքի հետ կապված, ես ինչ կարող եմ անել, 1, ես կամ առանց մտածելու, դե բա ինչ էլ կարող էի անել, ինքը ինձ sense բան ասեց, բա էլ ոնց կարող էի պատասխանել, ճիշտ է։ Դա է, ինչը, չգիտեմ, մարդկանց 98%-ն է անում, կամ երկրորդ տարբերակը, որ ես վերցրի, մի հատ հարցադրում անեմ, շնչեմ, արտաշնչեմ, տեսնեմ այս ինֆորմացիան, որը նախ ես վերցրել եմ, երկրորդը ես դրա հանդեպ արձագանք եմ միանգամից տալիս, այ այդտեղ, եթե ես դադար տամ ու շնչեմ, տեսնեմ ոնց կփոխվի իմ ռեակցիան, ինչ կարող էր լինել այս արձագանքի փոխարեն, որ ես կարող էի, այսինքն ակտիվ ընտրություն անել, իսկ այստեղ, երբ որ մենք դնում ենք մեր գիտակցությունը, մեր ուշադրությունը, այդտեղ ամեն ինչ սկսում է վերափոխվել, այսինքն նշանակում է, որ ես ներքին աշխարհս պետքա փոխեմ նախ եւ առաջ, որ հետո արտաքին իրականությունը ինչ որ ձևով փոփոխության ենթարկեմ։ Եվ փաստորեն առաջին բանը դա մեր մտքի հետ կատարվող աշխատանքն է։ Այո, միանշանակ, որովհետև հենց այդ դադարներից է սկսվում, այսինքն եթե ես կարող եմ ինչ-որ բան կատարվում է, իմ ռեակցիան ստոպ տամ ու կարողանամ նույնիսկ մի քանի վայրկյանի ընթացքում ընդհանրապես ինչ ժամանակ տամ, մի վայրկյան։ Սա միակ բանն է, որ ես կարամ այս դեպքում մտածեմ։ Օրինակ, վիրավորվելու հետ կապված են մարդիկ շատ հարցնում։ Ինքը ինձ վիրավորեց։ Դու ընտրություն ես կատարել իր ասածից, ընդունել դա որպես վիրավորանք, այսինքն քո ինչ որ մաս, այդ եթե շատ ավելի խորանանք, կհասկանանք, որ այդ մեր ինչ որ մաս հավատացել է այդ վիրավորանքին, դրա համար վիրավորվել է, բայց դա էլի մեր ընտրությունն է, մենք մեզ հետ կապված այդ մասին համոզմունք ունենք, թե ուրիշ կերպ ենք մտածում։ Եթե կարողանամ ստոպ տալ, հասկանալ, ուրեմն այդ վիրավորանքին չակերտավոր ես կարող եմ շատ տարբեր ձևով պատասխանել։ Հա, հետաքրքիր է եւ բնականաբար ամբողջովին համամիտ եմ դրա հետ։ Ու եթե դիտարկենք, որ այս առաջին քայլը արեցինք, դադարը տվեցինք եւ փորձեցինք մեր ուղեղի, մեր մտքի հետ մի քիչ այդ հարմոնիկ վիճակի մեջ գալ, լսել, ամենակարևորը երևի, ինչ անել, գուցե ինչ որ գործնական իմաստով էլ, հա, որ փորձենք այդ արված, չարված, նպատակին հասած կամ չհասած վիճակը մի քիչ ամեն դեպքում ավելի ռացիոնալ իմաստով, հա, վերլուծել։ Ուրեմն, այդտեղ այս հարցին պատասխանելու համար գամ ամենասկզբից, այդ
հիմքից, թե ինչ հատվածն է, որ արժե զրկում է, որովհետև հարցնել են մասնա, որ ավելի ռասիոն բալանսի բերենք, ճիշտ է։ Հիմա հասկանանք, թե ինչ հատված է, որ արժե զրկում է։ Ուրեմն մեր ուղեղում կա հատված, որը անդադար ամիգդալայի կոչվում, անդադար սկանավորում է ամեն ինչ, որ գտնի վտանգները մեր շրջապատից։ Ուղեղի հենց այս հատվածն է պատասխանատու այն ամենի համար, որ մենք ոնց որ այն ամենը ինչ որ sense հավելյալ հասնելու է աճի մասին, ինչ որ ես արդեն իսկ գոյատևում եմ իմ կյանքին ոչ մի ոնց որ վտանգ չի սպառնում, ես հավելյալ ինչ որ քայլ անեմ, ճիշտ է, այսինքն մեր ասպիրացիաները, թե մենք նոր տարվա համար ինչ ենք ուզում մեր կյանքի համար, հիմնականում այդ տեսակ բաներից են կախված։ Հիմա մեր ուղեղի այդ հատվածի համար, ամիգդալայի համար, ընդհանրապես չի հետաքրքրում, թե դու ինչ աճ կունենաս, ինչի կհասնես, չգիտեմ, քո ավելի լավ զարգանալի սկիլերը, ունակությունները կարող ես ձևավորել եւ այլն, որովհետեւ իրեն հետաքրքրող միակ բանը գոյատևումն է։ Այսինքն, եթե մենք մինչեւ հիմա չենք մահացել, նշանակում է լավ է ամեն ինչ, նույնիսկ եթե դա քաոսի մասին է խոսքը։ Հիմա այս հատվածը ինչ որ կատարվում է դրանից ավելի հետ կապված, դրա պատասխանատուն մեր նախաճակատային կորտեքսն է ու դա ավելի հետագայում ձևավորված, այսինքն էվոլյուցիոն տեսանկյունից մարդու մոտ ավելի հետագայում ձևավորված հատված է ու ինքը ոնց որ այդ հիերարխիայի մեջ ոնց որ ամիգդալան ավելի գլխավոր դեր ունի ու ամիգդալայի ասածը կարևորագույնն է, ասենց ասած։ Դրա համար է, որ մենք երբ որ նայում ենք մեր անցյալին, օրինակ տարվա ընթացքում ուզում եմ ամփոփել, չէ, տարին, ինչ եմ արել ու ինչ չեմ արել, չէ, ինչ չարածները շատ ավելի ուժեղ ու ներկայանալի են, ավելի վառ են ներկայանում մեր ուղեղին, որովհետև սա արդեն կապվում է ամիգդալայի ֆունկցիայի հետ, ինչ չեմ արել, ինչը չի ստացվել, ինչն է վտանգ, ինչը կարող է, չգիտեմ, ես հնարավոր է, որ կարող է պարտքերս չկարողանամ փակել, այս ինչը կարող է չկարողանամ անել, այն ամենը, ինչը որ կապված է գոյատևելու հետ, ինչը քանի որ մոդեռն մարդը շատ ավելի բարենպաստ պայմաններում ապրում, քան էվոլյուցիոն մարդը, մոդեռն մարդու ուղեղը, բայց նույն կերպ է աշխատում, այսինքն մահից խուսափելու ֆունկցիան է իր մոտ շատ հիմնարար, արմատական, դրա համար մեզ համար ոնց որ այդ մտածելակերպը հիմա դարձել է օրինակ, չգիտեմ, ինչ որ մեկը email-ին վատ պատասխանեց կամ ինչ որ բացասական բառերով պատասխանեց, դա էլ ենք մենք նույն ամիգդալայի ֆունկցիայով, այսինքն դա էլ է մահվան վտանգի պես ներկայանում մեր ուղեղին։ Չգիտեմ, մեր ընկերը չի պատասխանում մեր մեսեջին, դա էլ է ինչ որ ներկայանում է որպես այդպեսի։ Ինչ որ մեկը մեզ մի բան ինչ որ հայացքով ասեց, մենք ընկալում ենք դա էլի որպես գոյատևման մեխանիզմի լուծելիք խնդիր։ Ուզում եմ ասել, մեր ուղեղը արդեն իսկ կողմնակալություն ունի բացասականի ու արժեզրկումը մտնում է այս համակարգի տակ։ Մենք նայում ենք մեր տարվան, ասում ենք ինչ չեմ արել, որովհետև ինչ արել եմ, այդքան դե լավ, էդ էլ չանեի, այսինքն ստացվում է, որ այդ հա պետքա լիներ։ Բայց չէ, իրականում որ կենտրոնանաս, իրականում եթե իսկապես բալանսավորված ամփոփես, չեմ ասում վարդագույն ակնոցներ դնենք ու միայն նայենք դրականին, բայց մենք այնքան կողմնակալություն ունենք դեպի բացասական, որ մի թեթև sense մեխանիկական շեղումը դեպի դրական դառնալու է այդ բալանսը մեզ համար։ Իսկ այդ բալանսի համար պետքա սկսենք նկատել, օրինակ շատ լավ էլի coaching բան է, վարժություն է, այսպես ասված, որ երբ որ մարդը ասում է, չէ, դե ես ինչ եմ արել, ոչ մի բան էլ չեմ հասել, չգիտեմ, անփույթ եմ, ոչ մի բան չի ստացվում մինչև վերջ հասցնել, առաջին միտքը, որ կարելի է քննարկել այս դեպքում, չգիտեմ, նստել եւ շատ հանգիստ օրագրել այն բոլոր իրավիճակները, երբ որ ինչ որ բան արել ես, երբ որ վերջացրել ես ինչ որ բան։ Նույնիսկ ամենափոքրը կլինի, դա չգիտեմ, այս գիրքը վերջացրի ես։ Չգիտեմ, համալսարանը ավարտեցի կամ չգիտեմ, դպրոցը ավարտեցի նույնիսկ, ուզում եմ ասել, ամենափոքր բաները, ինչ որ ռեցեպտ էի սովորել, դրանով ինչ որ բան սարքեցի մինչև վերջ։ Այսինքն որոշակի բաներ իսկապես կան, որ դու մինչև վերջ արել ես, ու պետք չի ինչ որ բանի չստացված լինելու պատճառով ամբողջ ինքնության մասին դա պիտակ կպցնել։ Այսինքն ես այսպիսին եմ, ինձ մոտ չի ստացվում, ես մինչև վերջ չեմ հասցնում, ես եւ այլն։ Այսինքն ինքնության վերաբերյալ այդ պիտակները ամենա սենց վատ բանն է, որ մենք կարող ենք ինքներս մեզ անել։
ու դա փոխարկելու համար փոխարինելա պետք այն մտքերով, որ լավ, ինչն է, որ ես արել եմ։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ ակնկալիքներն էլ են մեծ դեր խաղում, որտեղ օրինակ նախորդ տարին պլանավորելիս դու մտածում ես, որ դիցուք ես կկարդամ հետեւյալ գրքերը, ես կանեմ այս պրոյեկտները, չգիտեմ, ինչ որ քայլեր, ինչ որ գործողություններ, ինչ որ նպատակներ, որոնք գծագրում ես եւ պլանավորում ես քեզ համար, ու հետո տարվա ավարտին հասկանում ես, որ մոտ կեսից քիչն ես հասցրել անել, բայց ի վերջո նաև հասկանում ես, որ օրինակ X գիրքը պլանավորել էիր կարդալ, բայց Y-ը կարդացիր, որը գուցե հետո, post factum դու հասկանում ես, որ կյանքի քո այդ этаպում երևի ավելի կարևոր էր քեզ համար եւ հենց դա էլ դու պիտի անեիր այդ ընթացքում կամ ինչ որ մի առաջարկ աշխատանքի, որը չի ստացվել կամ ինչ որ պրոյեկտ, որը չի ստացվել, Եվ օրինակ հաջորդող տարում դու ունենում ես շատ ավելի լավ հնարավորություններ, շատ ավելի առաջ գնալու, տեղ ու այստեղ երևի մի քիչ այդ պահի մեջ շատ չլարվելու, շատ չկարչելու այդ գաղափարն է, որը ոնց որ ձեր նկարագրածով նաև հնարավոր է այս մտքի վարժությունների հետ, ինչ որ աշխատելու արդյունքում հասնել։ Եվ այստեղ ուզում եմ հասկանալ ընդհանրապես այդ ակնկալիքների, ինչ որ իմաստով հիասթափության հետ, ընդհանրապես երբ որ մենք ունենում ենք այդ հիասթափությունը եւ վստահ եմ, որ դա շատ հաճախ ինչ որ ամենապիկին հասնելու ընթացքում է, որ այդ ձեր ասածի նման մենք մեզ սկսում ենք պիտակավորել եւ բոլոր տեղերում ինչ որ տենց ձախողված մեկը, դիտարկել։ Հիմա այդ աշխատանքը հիասթափությունների մասով ոնց կարելի է մի քիչ ավելի արդյունավետ կազմակերպել։ Հիասթափությունների հետ կապված էդ էլ շատ հետաքրքիր process է, որովհետեւ ոնց որ նշեցիք, օրինակ, ինչ ենք դնում, ինչ ենք ակնկալում, չէ, տարվանից, բայց ինչի ենք մենք սկսում տարվանից, այսինքն մեզ մոտ դրվել է այնպիսի տպավորություն, որ օրինակ, չգիտեմ, հունվարի 1-ից այսինչ, երկուշաբթիից սկսած այսինչ, այս ամենը ուղղակի սենց ինչ որ պայմանական ինչ որ թվեր են, որը եթե շատ խորանանք բոլոր տեսությունների մեջ, ժամանակը կարելի ասել մարդաստեղծ բան է ու ինքը գոյություն էլ չունի, ու այդ ժամանակային ինչ որ պայմանականություն դնելը ինչ որ անելիքի վրա արդեն իսկ ոնց որ դա որպես ոգեշնչանք եւ մոտիվացիա չպետք է վերցնենք։ Լավագույնը, որ մենք կարողանանք այս դեպքում անել, մեր կարգապահությունը զարգացնելն է, այսինքն կարգապահություն մենք լսել ենք այդ բառը որպես ինչ որ, չգիտեմ, մամանջղայնացել է կարգապահություն, sense ինչ որ կոնկրետ ժամի, այսինքն ինչ որ բացասական բան է որպես մեր ուղեղում դրվել կարգապահությունը, բայց կարգապահությունը իրականում ինչ է, կարգապահությունը ազատություն է։ Եթե մենք ունենանք կարգապահություն անելու ինքներս մեզ համար են բաները, որոնք մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ պիտի անենք, անկախ նրանից թե տարվա որ եղանակն է, ամսի 1-ն է, թե 31-ն է, թե մենք 15 տարեկան ենք, թե 45 տարեկան ենք, անկախ այդ բոլոր պայմանականություններից, եթե մենք ձևավորենք այդ փոքր, ոնց որ փոքր քայլերի ուժն է այստեղ դառնում, այսինքն եթե մենք մեր կարգապահությունը այսինքն մեր հանդեպ խոստումները պահելու միջոցով կարողանանք դարձնենք այն մակարդակի, որ ես չգիտեմ, որոշել եմ, որ ամեն օր ես արթնանալու եմ ու, չգիտեմ, 10 րոպեանոց յոգա անեմ, ճիշտ է։ Հիմա այս 10 րոպեանոց յոգան, եթե ես ամեն օր տարվա ընթացքում բան չունեմ ասելու, ինչ որ օրեր էլ կլինեն, որ չեն ստացվի, հիվանդ կլինենք, ես կլինի, այսինքն առանց ինքնամեղադրանքի հետ գալն էլ է այդտեղ մտնում, որ մենք կարգապահ լինենք, բայց ոչ թե sense զինվորական կարգապահություն, այլ սիրով լի կարգապահություն, որովհետև ես ուզում եմ, որ իմ մարմինը առողջ լինի, որովհետև առողջ մարմնում ես ունեմ ավելի շատ էներգիա։ Ավելի շատ էներգիա նշանակում է ավելի շատ անելիքներ կկարողանամ իրականացնել։ Հիմա կարգապահությունը այստեղ ստացվում է, որ սիրո արտահայտչած ես ինձ սիրում եմ, դրա համար եւ ես կարգապահ եմ իմ ասած, չգիտեմ, անելիքներում, որ պիտի անեմ ինքս ինձ համար, կլինի դա խոստանաս, որ, չգիտեմ, օրը 3 էջ գիրք կկարդաս, օրինակ, 3 էջը 10 րոպե կարա տևի քեզ համար, բայց մենք չենք անում, որովհետև մեզ թվում է թե որ սկսեմ, պետքա, չգիտեմ, ինչ, ես ժամանակ չունեմ, բայց այդ ընդհանրապես դրա մասին չի, այդ ուղղակի mindset-ի, այդ մտածելակերպի փոփոխության մասին է, որ ես ուղղակի կարգապահ եմ այն առումով, որ ես պահում եմ իմ հանդեպ խոստումները։ Նույնիսկ սովորությունների ձևավորման հետ կապված շատ հետաքրքիր մեթոդներ կան, ասվում է, չգիտեմ, եթե ուզում ես գնալ ֆիթնես զալ, առաջին բանն է, փորձն է, չի ստացվել շատ փորձերում,
պետք է գնալ մի շաբաթ ուղիղ, քշել կամ, չգիտեմ, տրանսպորտա ոնց ես հասնում սպորտզալ, հագնել հագուստը սպորտային, գնալ, ուղղակի կանգնել սպորտզալում 5 րոպե ու հետ գալ։ Ուղղակի ձևավորել այդ կարգապահությունը այնտեղ գնալու ու հետ գալու, հագուստը հագնելու, գնալու, հետ գալու։ Հետո դրանից հետո, այսինքն այդ տրվելու է քո մարմնի փոփոխությունն էլ է տրվելու, այն մնացած բաներն էլ են տրվելու, որովհետև, այսինքն այստեղ ստացվում է այդ ամեն օր 1% ավելանալու հարցը։ Եթե ես ամեն օր կարողանամ ինչ-որ ոլորտում 1% ավելի լավը լինել, դա ինձ բերելու է անխուսափելի հաջողության։ Անխուսափելի, այսինքն դա այդտեղ ոչ թե ակնկալիք է, ոչ թե մենք դնում ենք ասում ենք, չէ, ես շաբաթը բանը, այսքան ժամ, այս ինչն եմ անելու, միանգամից ամսի մեկով դու չես կարող մտնել ու անել, մկանները ցավալու են, չի ստացվելու։ Դրա համար է, եւ արդյունքն միանգամից տեսանելի չի լինելու, երրորդ անգամից ասում ես քաշս չի չավ, ոչ մի բան փոփոխություն չեղավ, բայց դա ոչ թե նրանից էր, թե որ դա արդյունք չի բերելու է։ Ուղղակի կարգապահություն, որ հետևողականորեն անես բանը, անհետաքրքիր բաները, որ այսինքն միանգամից մենք սովորել ենք ինչ-որ բան անել ու արդյունքը միանգամից երևա, այդ ակնթարթորեն այդ դոպամինի եւ մնացած հատկապես մեր օրերում, հեռախոսում, սոցիալական մեդիայում ամեն ինչը կապված է այդ ակնթարթային դոպամինի հետ, այսինքն եթե դա մենք չենք ստանում մեր մնացած անելիքներում, ստացվում է որ ինչ որ ձանձրալի բան, բայց մենք այդ կարգապահությունը ձևավորելով ամիայն որ կարող ենք ինչ որ ակնկալիքներ ունենալ ու հասնել դրանց։ Այստեղ շատ հետաքրքիր է որ խոսեցինք այդ սոցցանցերի պահով էլ ես նկատում եմ որ միշտ ինչ որ բոլորը կիսվում են եւ նույնիսկ այդ ամփոփման մասով հիմա մենք կտեսնենք հիմա ողողված կլինի այդ տարվա ամփոփումները վիզուալ տեսակով էլ մտածում ես բոլորի մոտ ամեն ինչ հրաշալի է անցել եւ բոլորը դրականով են կիսվում ու դու մտածում ես որ ես համաշխարհային ծախողող մարդ եմ ու երևի պետք է չի մյուս տարվա համար ինչ որ բան մտածել էլի այդ իմաստով այնպես որ սա ինչ որ շատ արհեստական ու միանշանակ համաձայն եմ ու շատ կարեւոր էր այս հարցը ինձ թվում է քննարկել ինձ թվում է շատերի համար նկատելի արդեն դարձել սոցիալական մեդիայի, այսպես ասած, fake լինելը, բայց հատկապես այս իրավիճակում, որ չգիտեմ, ես մի տարվա ընթացքում ոնց են հասցրել այս ամեն ինչը անել, այս ուր են գնացել այսքան, որտեղից եղավ այդ, ոնց է ստացվում, որ իրենց մոտ այդ ամեն ինչը ստացվում է, ինձ մոտ չէ, բայց նախ համեմատությունը երջանկության գողն է, հիշենք դա, որ համեմատություն ցանկացած տեսակի դա կլինի հարևանիդ երեխայի ու քո երեխայի միջև համեմատությունը, թե կլինի սոցիալական մեդիայով նկարների միջև համեմատությունը, որովհետև դա չի կարող ճշմարտություն լինել, որովհետև մենք գիտենք մեր կյանքի բոլոր մասնիկները, մենք ունենք ամբողջ puzzle-ը, իսկ մենք ունենք մյուս մարդու կյանքի ընդամենը մի քանի 3-4 puzzle-ի բան կտոր, մենք չենք կարող ունենալ իրենց ամբողջական տարբերակը, որ իմանանք այդ մարդը ոնց է զգում, ոնց է ապրում, ինչ է կատարվում։ Չեմ ասում պարտադիր է այդ մարդը վատ ապրի, որ մենք դրանից համեմատվենք ու ուրախանանք, որ չէ, այս գցել էր, բայց իրականում ինքը վատ է ապրում, լավ հանգստանամ այդ մասին։ Չէ, այդ մասին չի խոսքը։ Այն մասին է խոսքը, որ չի կարա իդեալական կյանք գոյություն ունենա ու այդ տեսլականը այդ ոնց որ այդ բանը պահելը, ոնց բալանսը պահելը շատ կարևոր բան է, որ մենք տեսնում ենք մնացած մարդկանց highlight-երը, այսինքն story-ները, որ մենք նայում ենք, դրանք ինչ որ լավ պահերն են։ Մենք էլ օրվա ընթացքում ունենում ենք լավ պահեր եւ ունենում ենք վատ պահեր։ Դա չի նշանակում, որ ինչ որ մեկը ձախողակ է, ինչ որ մեկը հաջողակ։ Եվ հաստատ այնպես է ստացվում, որ օրինակ ինչ որ մի հարցում, որ մենք տվյալ տարում շատ հաջողել ենք, գուցե մեկ ուրիշի համար դա իրապես այն հաջողակի համար, որի հետ մենք փորձում ենք համեմատվել, հենց այդ հարցում կարող է ընդհանրապես չի հաջողել եւ իր համար դա է հենց օրինակ վերջնական նպատակը։ Հիմա շատ կուզենամ նաեւ անդրադառնանք մի քիչ այդ բաց թողնելու գաղափարին եւս, շատ հետաքրքիր նույնիսկ ավանդույթի հասնող բան կա տարբեր երկրներում, որը ընդհանուր մինչեւ իրերից, ինչ որ մտքերից, առարկաներից, մարդկանցից, թող ինձ նորներեն բոլորը, բայց նաեւ այդպես ազատ
ազատվելու եւ ինչ որ իմաստով մաքրման գործընթաց եւս պիտի կատարվի, հա, ու ընդ որում այստեղ պիտի ասեմ, որ երբ որ մենք ասում ենք տարեվերջ, լրիվ համաձայն եմ ձեզ հետ, որ եթե նույնիսկ այսպես բնության ցիկլերով նայենք, սա այդքան էլ տարվա սկիզբ ու վերջ չի, դա ամեն դեպքում գարնանն է լինում, բայց հիմա որոշել ենք, որ այս этаպում ենք դա անում, հա, եւ այդ բաց թողնել ինչպես կարողանանք կազմակերպել։ Իրականում բնության հետ կապված էլ որ մտածենք, դեկտեմբերի 21-22-ը դե ամենակարճ օրն է, այսինքն ձմեռվա խորքն է։ Ստացվում է էլի ոնց են ծառերը, տերևները բաց են թողել, արդեն ձյուն է նստում, նու հիմա ձյուն չկա, բայց ամեն դեպքում այդ բաց թողնելու ու վերականգնվելու, բաց թողնելու միջոցով վերականգնվելու ընթացք խորհրդանշում է ձմեռը, նույնիսկ այս շրջանը դեկտեմբերը ու դա համապատասխանաբար մեզ մոտ էլ է լինում, այսինքն այդ էներգետիկ դաշտը, այդ ձմռան շունչը սենց ասած, որ մենք պետք է էլի տեսնենք ինչն է, որ ինձ չի ծառայում, իհարկե սա անելը միանշանակ դրական բան է ցանկացած սեզոնին, այսպես ասած, երբ որ մենք ծնվում ենք, այս աշխարհ ենք գալիս, մենք մեր իդեալական տեսքով ենք, այսպես մտածենք ու մնացածը ինչը որ մենք հավաքել ենք մեր վրա եղել է որպես սոցիալական ինչ որ պայմանականություններ, համոզմունքներ տրվել են մեր վրա դրվել են ինչ որ սահմանափակումներ, ինչ որ կոնտրոլի, ինչ որ սիրո արժևորման ոնց որ միտումով եւ այլն, մեզ վրա դրվել են ինչ որ համակարգեր, որոնցից շատերը մեզ իրականում չեն ծառայում։ Նենց բաներ կան, որ հա ծառայում են, բնականաբար պետք է լիներ սոցիալական էակ եւ այդ ամեն ինչն էլ ոնց որ պետք չի արժե զրկել, բայց ամեն դեպքում դրանց մեծ ամասնությունը ուղղակի բեռա, որ մենք կրում ենք մեզ հետ։ Սահմանափակումներ, որ sense պայմանականություններ են, որոնք մեր ուղեղում գործում են, իրենք մեր ուղեղում մեր որոշումները կայացնում են մեր փոխարեն, բայց մենք դրանց մասին ոնց որ տեղյակ չլինենք։ Բայց սա այն բեռն է, որը հենց բաց թողելու մասին է, առաջին բանը ինձ համար, որովհետև հա մենք ինչ որ հագուստից ազատվել, տան իրերից ազատվել, այս բաներն էլ սիմվոլիկ են, ներկայացնում են այդ ներքին ազատվելու զգացողությունը, էներգիայի բացվելու, այդ ֆանգշուեյը, չէ՞։ Բայց կարևորագույն ազատվելիքները, այսպես ասած, էլի մեր մեջ են, էլի ես նկատեմ, երբ որ այս մարդը ինձ էս ինչ բան ասեց, մի անգամից ինձ մոտ էս ռեակցիան եղավ, ինչ էր կատարվում իմ մեջ, ինչ բեռ կա իմ մեջ, որ ես դեռ կրում եմ, ինչ սահմանափակում դեռ կա իմ մեջ, որ ես դեռ չեմ բաց թողել, այսինքն դա ստացվում է սենց ծանր ինչ որ գերան է, որ ես հետը ստանում եմ կյանքում, բայց սա ինձ չի ծառայում, ոչ էլ օգնում է, ոչ մի բան չի անում ինձ համար, ու ընդհանրապես պետք է այդ պահին շնորհակալություն հայտնել, նկատել ու բաց թողնել այս բեռը։ Եվ գուցե տեղ տալ դրանով այդ նորին, նորը մեր կյանք բերելու իմաստով։ Այո։ Հա, շատ հետաքրքիր էր սա։ Մի քիչ կուզենամ նաև անդրադառնանք այս ամփոփման գաղափարում եւ դեպի առաջ գնալու ճանապարհին, թե որքանով ենք մենք շնորհակալ լինում ինչ որ տարբեր էլի երևույթների, մարդկանց, ինչ որ մի բան, որ մեր կյանքում հայտնվում է, եւ շատ հետաքրքիր է, որ օրինակ ինձ համար կոնկրետ դա մի տեսակ տարբեր տեղերում, տարբեր մշակույթներում, կրոններում, չգիտեմ, սա տարբեր անուն ունի գուցե, կարմայի տեսքով հետ գալու, բումերանգի տեսքով հետ գալու, իմ կարծիքով դա ուղղակի ինչ որ էներգիայի փոխակերպում է, որը ի վերջո հետ է գալիս, բայց մի հատ փորձենք հասկանալ, թե այս շնորհակալություն, գոհունակություն, չգիտեմ, գուցե ավելի լավ հարմար ձևով դա կարելի է ներկայացնել, ինչ է ընդհանրապես ու արդյոք մենք կարողանում ենք գտնել այդ պահը եւ հասկանում ենք, թե որտեղ պիտի դա դրսևորվի, ընդհանրապես ինչպես պիտի դրսևորվի այդ շնորհակալությունը։ Այս իմ ամենասիրելի թեմաներից է շնորհակալության, երախտագիտության, գոհունակության, շատ լավ բառերի միջայլոց, ես դա չեմ օգտագործում, բայց կսկսեմ օգտագործել գոհունակության այդ պրակտիկան ու նորից մեր ուղեղը ոնց որ մնացած մեր մկանները էլի մկան է, որին պետքա զարգացնել ինչ-որ ձևով։ Այս ամենը պրակտիկայի արդյունքում է զարգանում, այսինքն մենք ինչպես խոսեցինք, ուղեղը ունի հատվածներ, որոնք ավելի բացասական գոհունակալության են, ճիշտ է, ու շնորհակալության
առիթները միշտ մեր շրջապատում կան, միշտ մեր իրականությունում, նույնիսկ այն, որ այսօր ես աչքերս բացել եմ, տեսել եմ գույներ, չգիտեմ, խմել եմ իմ ջուրը, ունեցել եմ էլեկտրականություն, ինչի մեջ այլոց այսօր չենք ունեցել մենք, ամեն դեպքում մենք ունենք շնորհակալության առիթներ բազմահազարավոր ու նույնիսկ չեմ վախենում այդ բառից, բազմահազարավոր, իզուր չեմ ասում այդ բառը, որովհետև ցանկացած պահի, եթե մենք նույնիսկ կենտրոնանանք մեր մարմնի ֆունկցիաների վրա, այս բոլոր միլիարդավոր բջիջները, որ այդ ամբողջ աշխատանքը կատարում են իդեալական կերպով, այնպես որ ես ու դու հենց հիմա այստեղ նստած խոսում ենք, կարողանում ենք ավելի ուրիշ թեմաներից, ավելի զարգացման աճի եւ մնացած բաներից խոսալ, այն ամենի հիման վրա է, ինչ մենք արդեն իսկ ունենք, այսինքն մեր սիրտը իդեալական կերպով հիմա աշխատում է, մեր ստամոքսը, մեր շնչառությունը, մենք չենք մտածում այս ամենի մասին, այս բանականությունը, որ մեր մարմնում կա, այդ ամբողջ գործը անում է, ու եթե մենք կարողանանք փոխել մեր տեսակետը, որ նույնիսկ այս բաների համար ես կարող եմ շնորհակալ լինել ու պետք է շնորհակալ լինեմ, դա արդեն ամբողջ կյանքի ոնց որ ուղղությունը փոխում է, ինչի, որովհետև եթե մենք չունենք շնորհակալության կարողություն, կյանքը դառնում է նույն կերպ մեր հանդեպ, այսինքն սենց մի տեսակ են բանալնի բան կա, չէ, ասում է կյանքը հայլի է ժպտա ու ինքը կժպտա քեզ, բայց ճշմարտություն է։ Շատ ենք լսել, բանալն է թվում, բայց ճշմարտություն է, որովհետև ոնց որ մենք ներկայանում ենք կյանքին, այնպես էլ որովհետև այդպես է հենց մեր ուղեղը աշխատում, այդպես է մեր իրականությունը աշխատում, այդ նույն ֆիլտրերը, որ խոսում էի լրիվ գիտականորեն, այդպես է աշխատում։ Ու այստեղ եթե նեյրոգիտությունից մենք սկսենք խոսել, մենք ինչ ենք անում։ Նեյրոգիտությունը ապացուցում է, որ մեր, չգիտեմ, իրականությունում ինչ որ բան եղավ, ես պատասխանեցի այս կերպ, այս երկու հատվածների մեջ ստեղծվում է նեյրոկապ։ Երբ որ մենք շարունակում ենք, կրկնում ենք, այս կապը դառնում է շատ ավելի խորը, շատ ավելի հաստ, ոնց որ նեյրոկապ։ Հիմա այս նոր բանը անելը, նոր իրավիճակը ստեղծելը, շնորհակալություն հայտնելը ստեղծում է այդ փոճուրիկ նոր բանը, նոր կապը մեր ուղեղի այս երկու նեյրոնների միջև, ու դա նեյրոպլաստիկությունն է, էլի։ Մենք սկսում ենք շնորհակալ լինել ավելի շատ ու ավելի մենք առիթներ ենք տեսնում շնորհակալ լինելու, որովհետև այս կապը սկսում է հաստատվել ու մեծանալ։ Ու դրա հաշվին չգիտեմ, ես սովորական իրավիճակներում, եթե այս բաժակի մեջ ես շնորհակալության առիթ առաջ օրինակ չէի գտնի կամ սիրունություն տեսնելու կամ շնորհակալ լինելու, հիմա կարող նայեմ, ասեմ, վայ, տես ինչ հետաքրքիր է, այս լույսը ընկել է, այստեղից փայլ է, գալիս իմ աչքին սիրուն է։ Այսինքն ամենահասարակ իրավիճակներում ես կգտնեմ մի բան շնորհակալ լինելու։ Ու փաստորեն, եթե մենք մի քիչ այդպես վատ բառ երևի ասեմ, բայց եթե պարապեցնենք, հա, հասցնենք նրան վարժեցնել, հենց այդպես այո, հենց վարժեցնել երևի ավելի ճիշտ բառ է, հենց կարողանանք այդ վարժեցնելու մի այնպիսի մակարդակի հասնել, որ դա առանց շատ երկար մտածելու ինքնին ստացվի, ուրեմն մենք ոնց որ հասել ենք դրան։ Միանշանակ, որովհետև մեր ուղեղը սկսելու է նկատել ավելի շատ առիթներ նմանատիպ, օրինակ շնորհակալության օրագրումը լավագույն պրակտիկաներից է, որ կարելի է անել ամեն երեկո ընդամենը գրել 3 բան, ինչի համար շնորհակալ ենք եղել մենք այսօրվա ընթացքում, ու այդ 3 բանը շատ հաճախ նախնական ընթացքում մարդիկ չեն կարողանում գտնել 3 բան, որի համար շնորհակալ են, զզվելի օր ա եղել, չգիտեմ, եղանակը լավը չէր, տաքսին ուշ հասավ, չգիտեմ, տրանսպորտը էսին, ջես մարդիկ մի խոսքով, բոլոր խնդիրները, որ մենք առհասարակ ունենք, բայց դրանց միջև ինչ լավ բաներ են եղել, օրինակ, երբ որ սուրճդ սարքում էիր, զգացիր հոտը, զգացիր այդ համը, դա ստիպում է մեզ ավելի գիտակցաբար մոտենալ այդ փոքր պահերին, որոնք լավ են, որոնք դրական են։ Ու ինչքան որ մենք շատ ենք նկատում, այնքան մեր ուղեղը հատկապես գրելու միջոցով սկսում է առաջնային դարձնել այս պրակտիկան, այսինքն ուղեղի համար, ուй, փաստորեն ես գրիչը վերցրել եմ ձեռքս, մտածում եմ, թե ինչի համար պետք է շնորհակալ լինեմ։ Ինչ առաջադրանքեր, հետաքրքիր բաներ, մի վայրկյան սկսեմ սա անել։ Երբ որ սկսում ես անել մի քանի օր, մի շաբաթվա ընթացքում արդեն իսկ արդյունքները տեսանելի են լինում, դու ուղեղդ սկսում է առաջնային դարձնել շնորհակալության առիթները, ու մենք ոնց էլ չլինի փորփրում ու գտնում ենք։ Շատ հետաքրքիր պրակտիկա կա, ասում է, չգիտեմ, եթե նույնիսկ հենց հիմա անենք վարժություն, փորձենք։ Եթե շուրջդ սենց նայես, փորձես գտնել բոլոր իրերը, որ սպիտակ են, ու հաշվես։
իմ շապիկը, այս մի մտքում կարող ես հաշվել այդ ամենը։ Հաշվեցինք։ Քանի իր տեսար սպիտակ։ 6 մոտավոր։ 6։ Իսկ քանի սև իր տեսար։ Չես կարող չի ասել քանիսը։ Ինչի, որովհետև ուղեղը սպիտակն էր փնտրում, սևը չէր փնտրում։ Ֆիքսել էր ամեն դեպքում Այսինքն ինքը գտնում էր սպիտակ բաները, այսինքն ինչն էլ մոտ է սպիտակին, նույնիսկ ես լույսերը, որ լրիվ սպիտակ չեն, մենք հաշվում ենք սպիտակի տակ, որովհետև մեզնից պահանջվել է, որ մենք սպիտակը գտնենք։ Բայց երբ որ ես ասացի սև, ես չգիտեմ, չէի հաշվել։ Նույնը մեր իրականությունն է։ Մենք գտնելու ենք այն, ինչ փնտրում ենք, այն ինչի վրա մեր ուղեղը կենտրոնացած է։ Շատ հետաքրքիր էր։ Մենք էլ իմ աղջիկա հետ հետաքրքիր, չգիտեմ, դա պրակտիկա է, թե սովորույթ կամ ավանդույթ արդեն դարձել, օրվա վերջում միշտ այդ հարցն եմ տալիս, այսօր քեզ օրվա ընթացքում ինչ ուրախացրեց։ Իհարկե կախված մարդու տարիքից իր համար դա կարող է լինել օրինակ այն հանգամանքը, որ ես եկա պարտեզ իրեն վերցնելու, ինչ որ նոր խաղալիք, ինչ որ մուլտֆիլմ կամ չգիտեմ, հեքիաթ եւ այլն, բայց երևի այստեղ էլի այդ նույն վարժեցման գործընթացով կամ յուրաքանչյուրի դեպքում գտնելու իր շնորհակալ լինելու ինչ որ մի հանգամանք, ինչ որ մի փաստ երևույթ ու այդպես առաջ գնալու։ Ես կխնդրեմ նաև անդրադառնալ մի այսպիսի էլի շատ թրենդային դարձած երևույթի, որը կոչվում է ռիթրիթ։ Մենք հիմա կբացենք այդ հուսամ հայերենում ճիշտ եմ ասում ռեթրիթ կոչվածը, ռիթրիթ կամ ռեթրիթ, չգիտեմ ոնց ավելի գրագետ կլինի, բայց ամեն դեպքում նախ բացենք հասկանանք ինչ է սա, տարբեր ձևերով են իրականացվում, շատ տարբեր պրակտիկաներ են ներառում իրենց մեջ, ինչ որ կտոր յոգայից, շնչառությունից եւ այլն, սա վստահ եմ դուք ինձնից լավ կասեք, որովհետեւ նաեւ ինքներդ եք վարում, բայց դա ներկայացնելուց հետո կխնդրեմ նաեւ ասել ինչպես վարվել են դեպքում, որ շատերի պարագայում սա ուղղակի անընդմեջ գնացող ինչ որ միջոցառում եւ իրականություն է, բայց դրա կիրառումը կյանք կարծես չի հասնում ի վերջո։ Ոնց անել այս դեպքում։ Ճիշտ է, նախ համաձայն եմ այդ ամենի հետ, որովհետև դա էլի նույն process-ների մասին է մեր ուղեղը ոնց է աշխատում, այսինքն մենք անդադար փորձում ենք արտաքին աշխարհից ինչ որ բան վերցնել, չգիտեմ, այդ նույն կերպ, ինչպես որ մենք փորձում ենք, եթե ես այս ինչն էլ անեմ, երջանիկ կլինեմ, եթե ես այս ինչն էլ ունենամ, այս մեքենան էլ գնեմ, այս տունն էլ գնեմ, այս բոլոր գրքերը, որ կարդամ վերջացնեմ, ես երջանիկ կլինեմ։ Այսինքն այդ երջանկությունը մենք փնտրում ենք ինչ-որ բանի անելու արդյունքում։ Ու այդ մտածելակերպը մինչև մենք չփոխակերպենք ավելի ճիշտ հիմնավոր ոնց որ մտքով, մենք չենք դադարի այդ process-ը, այսինքն անդադար մենք ինչ որ բանի հետևից կգնանք, որ մեզ երջանկացնի արտաքին ինչ որ հանգամանք։ Ճիշտ է։ Իսկ մինչև չհասկանանք, որ մեր երջանկությունը մեր մեջից է գալիս, մեր ներսում է, բոլոր process-ները մեր ներսում են։ Այդ retreat-ներն էլ ոչ մի բան չեն փոխելու, որովհետև retreat-ի այնտեղ լինելը 3 օր, 5 օր գնալ եւ լրիվ կտրվել շատ հրաշալի արդյունքներ է տալիս։ Ու այդ բոլոր թեմաների մասին, բոլոր գործիքների մասին խոսելը, բայց բոլոր retreat-ների ժամանակ էլ ես ինքս նշում եմ, որ այստեղ մենք ընդամենը 3 օր ենք, օրինակ, ու կարևորագույն աշխատանքը լինելու է այս բոլոր պրակտիկաները ինտեգրելը։ Եթե մարդը չի ինտեգրում այդ պրակտիկան իր առօրյայում, դա ոչ մի բան չի փոխելու բնականաբար։ Այսինքն իր ներսում, եթե ինչ-որ բան սենց չփոխվի, չի փոխվելու կյանքը։ Retreat-ից կյանքը չի փոխվում, ոչ էլ փոխվում է նոր մեքենա գնելուց, նոր տուն գնելուց եւ նոր աշխատանք ունենալուց։ Այսինքն մենք հասկանանք, որ ներսից մինչև չլինի փոփոխությունը, արտաքին աշխարհը չի փոխվելու։ Ինչքան էլ ուզում է ինչ-որ բաների հետևից մենք վազենք, որովհետև այդ վազելու բաները անդադար են ու անverջ։ Այո, երբեք չեն սպառվում։ Երբեք չեն սպառվում։ Միշտ կա էլի մեկը, որ ավելին ունի, մեկը, որ ավելին անում, մեկը, որ ավելի հաջողակ է, այսինքն նույն էլի համեմատության օրինակով, որ համեմատությունը երջանկության գողն է, ու մենք չենք կարող երբևէ ինչ-որ բանի հետ համեմատվել, ինչ-որ բանի հետևից վազել ու որոշել, որ դա մեզ կերջանկացնի, չի լինելու։ Այսինքն ռիթրիթը կարելի ուղղակի մի բան, որը մեզ կտա ինչ-որ գործիքակազմ, գուցե, չգիտեմ, մարդկանց, ով հետո ինչ-որ մի этаպում մեզ կարող են շատ օգնել իրենց մասնագիտական մոտեցմամբ եւ այլն, բայց չդիտարկել, որ սա ինչ-որ մինչև եւ հետո բերող ինչ-որ կարևորագույն բան է։ Գիտեք, հնարավոր է այդպես դառնա,
կլինի, կախված նրանից, թե ինչ խորքային բան sense ներքին փոփոխություն կլինի retreat-ի ընթացքում։ Հնարավոր է, գիտեք, երբ որ մենք պատրաստ ենք լինում, մենք լսում ենք, նույնիսկ ինչ որ բառեր, որ մենք հաճախ լսել ենք, 1000 անգամ ենք լսել, կարդացել ենք 1000 տեղ, մեկ էլ մի մարդ ինչ որ ձևով, ինչ որ կոնտեքստում ասում է, ու մեզ լրիվ ուրիշ ձև է կպնում մեր հոգուն, լրիվ ամբողջ մարմնով մենք զգում ենք այս բառերի ճշմարտությունը։ Այսինքն հաճախ լինում է, որ այդ իրավիճակներում, քանի որ ընդհանուր դաշտ ամեն ինչ ձևավորված է այնպես, որ իրոք մարդու մոտ փոփոխություն լինի, չգիտեմ, եւ սնունդից սկսած, վարժանքներից սկսած, բոլոր այդ բաները օգնում են, աջակցում են այդ process-ին, որ մեր մոտ, մեր մեջ ինչ որ բան փոխվի։ Հա, հնարավոր է այդ փոփոխությունը լինի ընթացքում, որովհետև ասենց մեկը ինչ որ մի բան ասի, որ դու ասես, հա, փաստորեն էս էր իմ պատասխանը։ Հա, ես ու լրիվ դրա շուրջ, որովհետև մտքերը պետք չի ոնց որ արժե զրկել, պետք չի թե ինչքան կարևորություն ունեն թեկուզ ամենահասարակ ինչ որ ֆրազա կամ նախադասություն ասվածը, որովհետև դա սերմ է դառնում մեր ուղեղում, հնարավոր է միանգամից դրանից հետո չգնաս ու կյանքդ, չգիտեմ, ինչ որ լրիվ շքեղություններ լինեն, բայց քանի որ այդ սերմը դրվել է, ինքը աճելու է, ծառա դառնալու, ինքը այդ ընթացքում դու անելու ես քո գործողությունները այս սերմի համապատասխան, ու այս մի միտքը հնարավոր է շատ հսկայական փոփոխության պատճառ դառնա։ Այդ իմաստով, հա, կարա լինի, բայց եթե մենք ուզում ենք գնանք, որ երջանկացնի դա մեզ, գնանք, որ ինչ որ բան փոխվի, սովորաբար այդ դեպքում մի քիչ սպասելիքները կարող է չբավարարվեն, որովհետև այդ դեպքում նշանակում է մարդը ինքն իր մեջ ոնց որ պատրաստ չի փոփոխության, ինքը սպասում է արտաքինից, որ իրեն պիտի փոխեն, ինչը երբեք չի լինում։ Եթե մարդը պատրաստ չի փոխվում ու կարիք էլ չկա իրան չի հասունացել ուրեմն այդ պահը։ Այդ պահը չի հասունացել։ Հետաքրքիր է։ Գալով պատրաստվելու գործընթացին եկող այս դեպքում այս տարվա պարագային հրեղեն ձիու տարվան, հա, 26 թվականի ինչպես անել, մի քիչ շատ գործնական հարցերին էլ կարող ենք անդրադառնալ, ես փորձառություն ունեմ, այդ թվում նաև ոնց որ ձեզ հետ աշխատելու արդյունքում ընդամենը մի քանի ժամերի ընթացքում այդ տարվա վիզուալ, հա, տեսանելի բորդ կոչվածը, հայերեն տախտակ մի քիչ բան է հնչում, տեսանելի այն որ նպատակների տախտակ, դա կապ չունի, ինչ է, ինչպես կանվանենք, ինչ որ մի հարթակ թեկուզ վիզուալ մի բան, որը մեզ կտա պատկերացում, թե ընդհանուր առմամբ ինչպիսին ենք, հա, մեզ տեսնում եկող տարում։ Այլ ինչ կարելի է կիրառել, ինչ մեզ խորհուրդ կտաք, որ օրինակ ամսի 30-ին, 31-ին, երբ բոլորը վազում են ինչ որ նվերների, սեղաններին, ինչ որ բան պատրաստելու եւ դնելու, մենք փորձենք մեր սենյակում մի քանի րոպե առանձնանալ եւ դա փորձել կյանքի կոչել։ Հա, ես խորհուրդ կտայի նախ չթողնենք ամսի 30-ին, 31-ին, որովհետեւ ամենայն հավանականությամբ իմանալով, որ դա շատ ինչ որ խառնաշփոթ է լինում ընտանիքում եւ ամեն մեկը ինչ որ բանով են զբաղված, կենտրոնացման հավանականությունը շատ քիչ է այդ դեպքում, այսինքն այստեղ պետք է հենց այդ կենտրոնացման մեր ուշադրությունը ուրա ուղղված, այսինքն եթե մենք կառավարում ենք մեր ուշադրությունը, մենք կառավարում ենք մեր կյանքը, ու այդ շատ կարևոր հատված է ուշադրությունը կենտրոնացնել ինչ որ գործողության վրա, որ մենք անում ենք։ Vision board ասվածը այդ երազանքների նպատակների տախտակ ինքը ինչ է անում, այսինքն ինքը վիզուալ կերպով բառերի կամ նկարների տեսքով մենք տեսեք մեր ուղեղում երբ որ մենք նպատակ ունենք կամ ինչ որ երազանք ունենք, ինքը շատ sense abstract է, ինքը լինում է ինչ որ չգիտեմ կամ էս կամ այն ինչ որ շատ լայն արձակ է ու նույնիսկ շատ մարդկանց մոտ խնդրեմը ոչ թե այն է, որ մենք նպատակին չենք հասնում, այլ թե որն է իմ նպատակը։ Նույնիսկ այդ process-ը, որ մենք նստենք ու մտածենք, լավ, իմ
նպատակը որն է, իրոք սա ինձ երջանկացնելու է, թե դա սոցիալական ինչ-որ պայմանականություն է, որ ինձ թվում է, թե դա ինձ կերջանկացնի։ Այսինքն ինչի նշեցի այդ կենտրոնացումը ու ուշադրությունը, որ այս process-ների մեջով ինքներս մենք մեզ հետ անցնենք։ Այսինքն ինչ-որ մեդիտատիվ ընթացքում առանց հեռախոսի, առանց ոչ մի խանգարող հանգամանքի նստել եւ կենտրոնանալ իրոք սա ինձ պետք է, այս նպատակը ինձ ինչ է տալու ու իրոք դա իմ կյանքի, ասենց ասած, կանչն է։ Ու դրանից հետո արդեն երբ որ մենք կենտրոնացել ենք, որ հա, սա է կարևորը, ոչ թե սա այն ձայնն է, որ արտաքին աշխարհն է ինձ ասում, որ ես պիտի դառնամ, այլ սա այն բանն է, որ ինչը որ ես իրոք ուզում եմ։ Հիմա երբ որ արդեն կենտրոնացանք, հասկացանք ինչ ենք մենք ուզում, դրա իրական պատկերը ֆիքսել մեր ուղեղում շատ կարևոր բան է, որովհետև այս դեպքում մեր ուղեղը արդեն առաջնայնացնելու է բոլոր այն իրավիճակները, որոնք նույնիսկ մինի քայլեր են դեպի այս նպատակի իրականացում։ Այսինքն, եթե առաջ մեր առօրյայով խառնաշփոթի մեջ, չգիտեմ, ժամը 9-ից մինչև 6-ը ես գործի եմ, բայց իմ նպատակը ընդհանրապես կապ չունի իմ գործի հետ, ես ստացվում է, որ նպատակիս հետ կապված ոչ մի sense կպնելու, պահելու կետ չունեմ, այսինքն հիմք ու արմատ չունի իմ նպատակը։ Իսկ սա արմատացնում է այդ նպատակները վիզուալ ձևով դնում է մեր աչքի առաջ, որ մենք հիշենք, նույնիսկ երբ որ մեր գործը կապ չունի դրա հետ, եւ նույնիսկ երբ որ մեր առօրյա կյանքը ընդհանրապես մեր նպատակի հետ ընդհանուր հիմք չունի, այդ դեպքում մենք հիշենք, որ սա է մեկը իմ նպատակը, ու այդ դեպքում մեր ուղեղը կառաջնայնացնի այն բոլոր մինի իրավիճակները, չգիտեմ, ինչ որ մեկը զանգեց աշխատանքային կամ այդ նպատակի հետ որևէ թեթև կերպ կապ ունեցող հարցով մեզ ինչ որ բան հարցրեց, մենք կֆիքսենք, որ սա կապված է այդ ուղու հետ, ու եթե ես նույնիսկ այս մինի քայլը անեմ դեպի դա քայլ է։ Այսինքն էլի մեր նեյրոպլաստիկության մասին է այստեղ խոսքը, ոչ մի վու բան չկա այս vision board-ի մեջ, ինքը ուղղակի մեր ուղեղը տեսնում է, տեսանելին իր համար ֆիքսում է որպես առաջնային։ Շատ կուզենայի նաև անդրադառնային այն ամենին, թե ինչպիսին է ընդհանրապես ներսի մեր ընկալումը, որովհետև երբեմն մենք այդ արված-չարված կամ նույն վիզուալ բորդում տեսած անընդհատ մեզ հիշեցնող մի գործողությանը, երբ որ հասնում ենք, կարծես չենք կարևորում այն, թե ինչպիսին ենք մենք այդ պահին, ու այստեղ ուզում եմ հասկանալ, արդյոք կարիք կա ավելի շատ դիտարկման տակ դնելու այն, թե մենք ինչ արեցինք, ոնց որ փոխարինելով սա, թե մենք ինչ ենք զգում կամ ինչ կզգանք այդ պահին։ Ուզում ասեմ, հնարավոր է արդյոք ոնց որ նպատակ դնել իմ ինքնազգացողությունը, որը ես ուզում եմ ի վերջո ունենալ։ Այդ հրաշալի հարց էր այդ vision board-ի ստեղծման փուլերում, ես նաև շատ մանրամասն խոսում եմ այդ մասին, որովհետև մարդ կա, օրինակ, ասում է, ինչ ես ուզում, ես ուզում եմ Lamborghini ունենամ, օրինակ, իմ երազանքն է ունենալ այդ մեքենան։ Հիմա պետք է հասկանալ այստեղ, երբ որ դու ասում ես, ես ուզում եմ ունենալ Lamborghini, դա քո համար ինչ է, զգացողությունների առումով ինչ է նշանակում։ Եթե ես հարցնեմ Lamborghini ունենալուց, օրինակ քշելուց կամ դուռը բացելուց դու ինչ ես զգում, եթե կենտրոնանաս մեդիտատիվ ինչ-որ դաշտում, դու հասկանաս ինքդ քեզ համար Lamborghini-ին զգացողությունների առումով ինչա նշանակում ինձ համար։ Միգուցե նշանակում է ինչ-որ դիրք սոցիալական, միգուցե նշանակում է, որ ես սեր կունենամ, միգուցե նշանակում է, որ իմ, չգիտեմ, հարաբերությունները ավելի լավը կլինեն, ինձ ավելի լուրջ կնայեն, օրինակ, կամ կոգեշնչեմ ուրիշներին, որ կստացվի, որ ես հարուստ եմ եւ ֆինանսապես ապահովված եմ, կոգեշնչի դա ուրիշներն էլ որ դա անեն։ Մի խոսքով, ինչ որ դա նշանակում է զգացողությունների առումով, դա կենտրոնանաս ու տեսնես, թե քո մեջ հիմա որտեղ է հասանելի այս զգացողությունը։ Առանց Lamborghini-ն ունենալու դու առօրյայում եղել է իրավիճակ, որ զգաս, որ դու հարգված ես, որ զգաս, որ քեզ սիրում են, որ զգաս, որ քեզնից ոգեշնչվում են։ Այդ նույն բաները մինի տարբերակով դու որտեղ ես զգում, կենտրոնանալ հենց այդ զգացողությունների վրա, որովհետև հենց այդ զգացողությունների ավելի մեծ տեսակի պահանջը դու ունես, որի անունը դրել ես Lamborghini, բայց ինքը իրականում դա չի, այլ քո զգացող դու ոնց ես ուզում քեզ տեսնել, դու ով ես այդտեղ, երբ որ դու ունես Lamborghini, դու ունես դրա ինչ որ հատվածներ կամ մինի տեսակի այդ զգացողությունները կարող ես այսօր, հենց հիմա, այս պահին, այսօրվա ընթացքում գտնել, ու ամենայն հավանականությամբ բոլոր իրավիճակներում դու կկարողանաս այդ գտնել։
Հետաքրքիր է շատ, այսպես որ խոսում ենք եկող տարվա անելիքների ու ընդհանրապես այս դրական բոլոր պատկերների մասին, որ մենք մեր ուղեղում ունենք ի վերջո, մի շատ հետաքրքիր բանի էլ եմ ուզում անդրադառնանք, մեր ուղեղը, որը որպես կանոն ծույլ է ամեն դեպքում ու ինքն էլ չի սիրում այդքան շատ ակտիվ աշխատել եւ այդ լուրջ առաջադրանքները ի կատարածել, ուզում հասկանալ, արդյոք պետք է փնտրել ինչ-որ մոտիվացիա, այս բառը գիտեմ, որ գուցե շատ ծեծված է ինչ-որ իմաստով եւ երևի թե դուք ավելի լավ ձևով կնկարագրեք, թե ինչ անել, որ ի վերջո այդ գործելու եւ ինչ-որ քայլ անելու ճանապարհին մենք հայտնվենք արդեն, որովհետեւ հասկացանք ինչպես է ավելի ճիշտ մոտենալ այդ նպատակ դնելուն եւ ի վերջո ունենք այդ նպատակը ենթադրենք եւ հիմա ինչպես արդեն այդ բուն քայլերին անդրադառնալ, որտեղ մենք հասկանում ենք, որ ինչ-որ նորից տարին ավարտվեց ու ոնց որ ես այդ քայլերից ինչ-որ մեկը երկուսը փորձեցի անել, ի վերջո պետք է դրա համար ինչ-որ մոտիվացիա, թե ոչ։ Մոտիվացիայի հետ կապված, մոտիվացիան ինձ թվում է միակ դեպքում, որ իմ փորձից, եւ իմ հաճախորդների հետ աշխատանքի փորձից միակ պահը, որ պետք է քննարկել մոտիվացիան, ինձ թվում է այն պահն է, որտեղ մենք հարցնում ենք ինչի համար, ինչի ես դա ուզում, ինչի է դա քեզ պետք քո կյանքում, այսինքն եթե այդ ինչի պատասխանը մենք գտնենք մեզ համար ու խորքային գտնենք, ոչ թե ինչի, որ ապացուցեմ, որ ես լավն եմ, չգիտեմ, կամ ապացուցեմ իմ ծնողներին, որ ես էլ կարամ, ինչպես իմ, չգիտեմ, փոքր եղբայրը կամ մեծ քույրը։ Այս ինչի պատասխանը, եթե լինի իսկապես անկեղծ ու մեզ համար պատասխան, ապա այդ մոտիվացիան իրոք կարող է աշխատել մեզ համար, որովհետև այդ դեպքում կստացվի, որ մենք անում ենք ինչ որ ավելի մեր կանչի համար, մեր կյանքը ինչի իմաստային դա կլինի ավելի, ոչ թե որ ապացուցողական ինչ որ կամ համեմատության մեջ։ Իսկ այլես էլ որ ներողություն, որ եթե մենք իսկապես ուզում ենք, փաստորեն, մենք կգտնենք այդ քայլերն անելու ճանապարհը, որտեվ ես այստեղ միշտ հիշում եմ այն կարևոր հարցը, որ օրինակ մարդիկ եթե դժվար են առավոտյան արթնանում, ուրեմն աշխատանքի եւ այլ, բայց օրինակ եթե մենք պետք է արթնանանք ժամը 5-ին լուսադեմին եւ մեկնենք հանգստի, մեզ դա բոլորովին որևէ խնդիր չէ։ Միանշանակ Վիոլետա ջան, որ շատ լավ մեջբերում էր այդտեղ, որովհետև իրոք իմ պատասխանի հիմքը հենց դա էր, որովհետև այդ դեպքում թե ինչու եմ ես անում, լինում է հավես բան, որ ես ուզում եմ անել, բայց եթե դու գտնես այն բանը քո կյանքի առումով, ավելի գլոբալ առումով, որ դու ուզում ես անել, դու ամեն առավոտ ժամը 7-ին էլ արթնանաս, 5-ին էլ արթնանաս, դու չես նեղվի դրանից, որովհետև դու կիմանաս, որ սա իմ նպատակային ինչ-որ հավես բան եմ ես անում, սա իմ կանչն է իմ կյանքի, ու ես ուզում եմ այստեղ գնալ, չգիտեմ, որ եթե ռիթրիթի գնալու լինես, մասնակցելու լինես, կգնաս սենց հավեսով կարթնանաս, կգնաս ինչ-որտեղ, կամ ինչ-որ ճամփորդության, կամ ինչ-որ դրական իվենթի, եթե մասնակցում ես, ճիշտ է, բայց այդ դրական իվենթը եթե լինում է, որովհետև դու ստիպված ես, որ գնաս, ասել ես, չգիտեմ, խնդրել են, դու ասել ես այո, բայց չէիր ուզում ասել այո, եթե ներսում ինչ-որ կոնֆլիկտ կա ու ինչ որ տեղ անկեղծ չես եղել ինքդ քեզ հետ այս նպատակի հետ կապված, որտեղ այդ դեպքում կդժվարանամ նույնիսկ դա նպատակ կոչել, երազանք կոչել, որովհետև դա քոնը չի։ Դա քոնը չէր, այսինքն ինչ որ մեկ ուրիշի նպատակներ, մեկ ուրիշի սպասելիքներ քեզնից, ու դու փորձում ես բավարարել, ոչ թե լինել դու, ոչ թե անել քեզ համար։ Հա, փաստորեն պետք է եկող տարվա ամենակարևոր հարցերից մեկը դա ինքդ քեզ լսելուն եւ շատ ավելի հստակ պատկերացնելուն, թե ինչ ես ուզում այդ հարցին պատասխանելն է։ Հա, շատ այսպես բան է, մի քիչ վերափոխող է անկեղծ ասած, եւ մի քիչ որ մտածում ես օրինակ եկող տարի ինչ պետք է անեմ ու ոնց որ նորից գալիս են այդ մտքերը, անելիքները եւ այլն, ամեն դեպքում մի քիչ sense նաեւ ամփոփելով ու հասկանալով, հա, տենց մի քիչ գործողություններ անելու իմաստով։ Արդյոք սա մեծ հաշվով ուղղված է այդ մեր աճին, թե սա էլ է ինչ-որ միֆային մի բան, ու մենք դրա անունը դնում ենք աճ, անձնային եւ երբեմն էլ ասում ենք այդ իմ ամենալավ տարբերակը լինելու, սա էլ է մի քիչ շաբլոնային դարձել արտահայտություն որպես տպավորություն է, որ ոնց որ մենք ընկնում ենք մեր ետևից ու ինչ-որ արդեն ոչ թե
արտաքին աշխարհից եկող այդ վազքի կամ մեզ հետ կապող նպատակների հետևից ենք ընկնում, բայց մենք ինքներս մեր մեջ ենք ոնց որ այդ ամեն ինչը անում, ուստի ուզում հասկանալ անձնային աճ կոչվածը, որը մենք դիցուկ տարվա կտրվածքով ուզում ենք հասկանալ ինչ է իրենից ենթադրում, ոնց դա նույնականացնենք ինքներս մեզ համար։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետև ինձ թվում է շատ բազմակողմանի պատասխան պահանջող հարց է, որովհետև անձնային աճը ինչի է մեզ պետք, որ մենք ապրենք ավելի խաղաղ կյանք, ավելի հանդարտ կյանք, ինքներս մեզ հետ ավելի խաղաղ լինենք, որովհետև մեր կոնֆլիկտը սովորաբար ոչ թե այս աշխարհի հետ է, այլ ինքներս մեզ հետ։ Ինչ որ կատարվում է, մեր մեջ է կատարվում։ Երբ որ դա դառնում է խաղաղ, այսինքն երբ որ դա դառնում է խնդիր մեզ համար, մենք հասկանում ենք, որ այսպես էլ չի լինի։ Էլ չեմ ուզում սենց ապրել, հոգնել եմ։ Դա նշանակում է, որ այդ անձնային աճի այդ փուլերում ես, նշանակում է, որ ինչ որ հատված կա, որ պետքա բաց թողնես, այդ լավագույն տարբերակն էլ իրական ոչ թե մի բան է, որ դու պետքա աճես, կարդաս, անես, նոր հասնես, այլ ընդհակառակը ինձ համար դա ավելի հանելու process է, էլ ինչ ես կարամ հանեմ ին վրայից, էլ ինչ սահմանափակում, էլ ինչ համոզմունք, որ ին վրա է դրվել, ու դա ինձ չի ծառայում։ Այսինքն լավագույն տարբերակը ոչ թե հասնելիք է, այլ ուսումնասիրելիք, որովհետև դու քո մեջ արդեն ունես այդ լավագույն տարբերակը, ուղղակի այն հատվածները, որոնք ծանրաբեռնել են քեզ, փակել են իրենց sense մեջ ու չի ստացվում դրանց տեսնել, այդ հատվածին տեսնել։ Այսինքն անձնային աճ ասված է ինձ համար ավելի շատ ինքդ քեզ հասկանալու, ինքդ քեզ հետ խաղաղության մեջ ապրելու, արտաքին աշխարհին ավելի գիտակցված արձագանքելու process-ն է։ Ոչ թե որ դու կռվի մեջ լինես, անընդհատ ինչ որ բան չի ստացվում, անընդհատ իմ դեմ է, կյանքը անդադար մեր դեմ է, չէ՞, հաճախ լինում ենք մենք ինչ որ փուլերի մեջ, որտեղ չէ, այս ինչն էլ չստացվեց, առավոտը արթնացա, այս ինչ եղավ, ամեն ինչ ոնց որ իմ դեմ լինի, ամեն ինչ թարս է գնում։ Ինչի է թարս գնում, որովհետև դու ձևակերպեցիր, չգիտեմ, ոդկը կպավ անկողնու ոդկին ու դու որոշեցիր, որ օրդ վատ է սկսվել։ Եթե դու որոշեցիր, այսինքն դու ես իմաստավորում։ Իրավիճակը որպես այդպեսին իմաստ չունի։ Քո ուղեղը իմաստավորեց իրեն որպես վատ։ Եթե դու իմաստավորեցիր դա որպես վատ, օրդ հավանաբար վատ էլ անցնելու է, որովհետև քո էներգետիկան արդեն փոխվել է, մարդիկ էլ քո շուրջ զգալու են այդ ամենը, դա այսինքն հայելաձև ներկայանալու է քո կյանքում։ Հիմա անձնային աճը ավելի շատ այդ հատվածների հետ գործ ունենալու մասին է ինձ համար, ոչ թե ավելացնել ես, դրանք շատ լավ են, չգիտեմ, ես կարող եմ պարապել, աթլետ դառնալ, չգիտեմ, ես ինչ սովորել, ինչ որ հետաքրքիր բաներ, որ երբեք չեմ մտածել, որ կարելի է սովորել, դա էլ անեմ։ Okay, բայց դա որտեղից է գալիս, այն հատվածից, որ հավատաց, որ կարա դա անի, կարա դա սովորի, կարա ունենա այդ մարմինը, կարա ունենա այդ գումարը։ Հետաքրքիր է։ Շնորհակալություն, ես մեծ հույս ունեմ, որ եկող տարի իսկապես մենք մեր մտքի հետ ավելի լավ կաշխատենք եւ այդ հարմոնիան կգտնենք եւ վերջում մեր ամփոփիչ հարցը, որն է հենց արփի համար առողջ լինելու բանաձև։ Ինձ թվում է առողջ լինելու բանաձևը ինձ համար իսկապես գիտակցական կյանքն է, որովհետև եթե ես գիտակցաբար եմ մոտենում կյանքին, եթե ես ներկա եմ լրիվ սինխրոնիզացված ինքս իմ մարմնի հետ, իմ միտք, մարմին, հոգի այդ միասնությունը կա, ուրեմն այդտեղ ամենահավանական առողջությունն է ինձ սպասում։ Այսինքն ինձ համար առողջը դա նշանակում է մարմին, միտք եւ հոգի այդ երեքը միասին, որ պիտի լինեն մի տեղում։ Դա լինում է գիտակցված ապրելակերպը, ներկա լինելու արդյունքում է դա ստացվում։ Շնորհակալություն։ Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթներ, շնորհավորում ենք բոլորիդ ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Առողջ եղեք, ցտեսություն։